Սերնդեսերունդ փոխանցվող հայկական տարազներով լուսանկարների շարք։ Կարճ ու հասանելի ճանապարհ դեպի ակունքները։ Դարձեք ազգային հանդերձանքի կրող եւ վերադարձրեք ձեր գենետիկ հիշողությունը։ Մեր պատմությունը մեր հանդերձանքում։ Չինար ֆոտոգալերի։ Ցանկանում եք ձեր երեխան մեծանա գույներով ու գիտելիքներով լցված աշխարհում, ուզում եք, որ նա հեշտությամբ սովորի տառերը, գույները եւ զարգացնի երևակայությունը, պետք չէ դրա համար ջանքեր գործադրել։ Պարզապես YouTube-ի որոնման բաժնում փնտրեք Bobo Kids TV ալիքը ու հետևեք մեզ, ձեր երեխային դարձնելով Bobo մոլորակի բնակիչներից մեկը։ Փոքրիկ, դու էլ արի մեր աշխարհ։ Ասում են, յուրաքանչյուր մարդ իրեն տրված ժամանակը պետք է արժանապատիվ ապրի, որպեսզի իրենից հետո դատարկություն չլինի, իսկ կյանքը մարդուն տրվում է ժամանակավոր, վերցնում ընդմիշտ։ Ռուբեն Գասպարյան, Ղուրբան։ Ողջույն, Հորիզոնի եթերում կրկին դիմանկար ծրագիրն է։ Եվ ես սիրով եւ մեծ ուրախությամբ ուզում եմ ներկայացնել այսօրվա մեր հաղորդման հյուրին, որին մեկ բառով ներկայացնելը ուղղակի դժվար է, նա շատ տիտղոսներ ունի եւ թույլ տվեք, որպեսզի ես կարդամ նրա իսկ գրքից նրա տիտղոսների մասին։ Լոս Անջելեսի ուրախ Գյումրի հեռուստածրագրի տնօրեն, կինոդերասան, գեղանկարիչ, պարուսույց, սպորտի վարպետ, սուսերամարտի գծով, ֆուտբոլի հանրապետական կարգի մրցավար, բարերար, խաշի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր թամադա, պատվավոր պրոֆեսոր Ռուբեն Արսենի Գասպարյան, հենց ինքը Ղուրբանը։ Բարև ձեզ, պարոն Ռուբեն Արսենի Գասպարյան, Ղուրբան ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, ոչինչ լավ է։ Էս ամբողջ տիտղոսների տակից ո՞նց եք դուրս գալիս։ Ամեն միջոցառմանը մի տիտղոս վերցնում եմ հետս։ Ուզում եմ սկսել ձեր անվանից, Ղուրբան։ Այո։ Դա որ երրորդ։ Ղուրբան 9 անուն ունեմ, մագ անուններ, որից մեկը Ղուրբանն է, որը մշտական գնաց, մշտական էլ մնաց անվանում է վրես։ Եվ որտեղից եկավ դա։ Ճիշտն ասած, շատ մարդկանց օգուտներ եմ տվել, բարերարություն եմ արել, ասել են շատ Ղուրբան տղա է, Ղուրբան տղա է, Ղուրբան եւ այլն։ Այդպես անունս մնաց Ղուրբան։ Ես էլ ասի ես էլ իրանց Ղուրբան, որ անունս կնքեցին Ղուրբան։ Ու այդ օրվանից դարձա Ղուրբան։ Ղուրբան, այո։ Ես էլ ավելացնում Ղուրբան ջան։ Ղուրբան ջան։ Ես գիտեմ, որ դուք ծնվել մեծացրել եք Գյումրիում եւ Գյումրին ամենահումորային, ամենաֆոլք եւ այսպես կատակասեր քաղաքն էր մեր հանրապետության։ Այո, ճիշտ է։ Եվ Գյումրին բացի այդ ամենից շատ մեծ ճանաչված մարդկանց է նվիրել մեզ, որոնց մենք միշտ վայելել ենք, հա։ Եվ Գյումրին առանց հումորի ուղղակի անհնար է պատկերացնել։ Ուզում եմ մեր հաղորդումը սկսել ամենահետաքրքիր եւ ուրախ մի Գյումրվա պատմությունից, հումորից, Ուրախ հումոր, զավեշտական դեպք ասեմ, անեկդոտ ասեմ, ինչ ասեմ։ Երբ որ գյումրեցիներով հավաքվում եք։ Ընդհանրապես գյումրեցիների մեկ որ ասում են մի հատ անեկդոտ ասա կամ մի պատմելը կարող է պատմեն, բայց անեկդոտ որ ասում են, դա սխալ է, որ մարդուն ասում են անեկդոտ գյումրեցուն։ Եթե կանգնես երկու գյումրեցու մոտ եւ ուշադիր լսես նրանց խոսակցությունը, ինքը ստիկյան արդեն կծիծաղես։ Նրանց բարբարից է կարես այդ գեղեցիկ խաղցր լեզուն։ Եթե զավեշտական դեպքով սկսեմ, իմ ամենասիրած զավեշտական դեպքը կարող եմ պատմել, երևի դուք չեք լսել, ուրեմն այո, ասեմ որ Ֆլորա Մարտիրոսյանը շատ մտերիմ էր մեր տան հետ, գալիս գնում էր, միշտ ոնց որ կարամ ասեմ, մեր տան մեջ էր մեծացել։ Մի օր եկավ մեր տուն, Ղուրբան ջան, լսել եմ, որ լավ կոֆեի բաժակ ես նայում։ Ճիշտն ասած, այդ ամենասիրածս զավեշտական ճիշտ է, զավեշտական դեպքեր շատ ունեմ, բայց այդ ամենասիրածը դա էր ինձ համար, որ ասեց, ես հանկարծակի եկա, որ կոֆեի բաժակ նայեմ, բայց ասեմ, որ շատ գաղտնիքներ գիտեմ իրանից, շատ գաղտնիքներ։ Ասի, հա Ֆլոր ջան, ասեց, կարող եք բաժակը չնայեմ, ասի, կնայեմ, ասեցի։ Կինս կոֆեն դրեց,
ու սկսեցի բաժակը նայել։ Արդեն շուռ եկվե բաժակը, արդեն վերցի վայ, ես իշխասմտով բաժակը, վայ, ես ինչ ճամպեք ունես գնալու։ Բայց ես իմացել ինքը Քուվեյթ պետք է գնար համերգների։ Մի 10 օր հետո։ Ասի Ֆլոր ջան, ես քտարով ես ինչ երկիր ես գնում, ասեցի, գնում ես ինչ որ համերգների, բահա Քուվեյթ եմ գնում, ասես սենա է, քտարը տեսնում ես մեջը բահա։ Հա։ Հետո անցանք առաջ, ասի Ֆլոր, ես մի հատ տղա կա մեջը, քտարով, այսօր քո հարազատներից է, ասեցի, քեզ փող է պարտք, հա, ես ինչ 2000 թե 3000 դոլար, հəbիսա $4000 փող է պարտցավ, աղբերս ասավ, չեմ կարեմ այդ փողը վերցնեմ։ Հա, ասի տես մեջը կրված, բայց ես սպասելիքներ չունենաս, չի տա։ Հա։ Սա 2 տարի եղավ, հա, այդպես հերթով ասում եմ, այն ժամանակ է մի հատ տղա կար իր հետ ցես սիրում էին իրար եւ այլն, նրա անունը տվեց առաջ տար եւ այլն, բան ինչ ասում է ճիշտ է, ինչ ասում է ճիշտ է, բան պագաշ չմնաց, չեմ ուզում երկարացնել, ինչքան երկար բաժակը նայեցի, հա, վերջ ասի լավ է, մի հատ լսեցի Ֆլորա ջան, ասեցի, մի հատ բաժակը շուրտուր ասեցի, շուր մի բաները մադդ կողի բանի մեջ, բաժակի մեջ ու հանիտուս, հա Մադը կողեց մեջը հանեց սենց կոֆեն մադի վրա, ասի այդ կեր, հա, կերավ, հետո բաժակը վերցրեցի, վայ ասի Ֆլոր, ես մեկը չեմ ասի, ինչ ասել եմ ես մեկ, վայ չես ավ ցավը տանում, սաղ բդե ասեց, ինքը տեսա, որ ամեն ինչ ճիշտ եմ ասել, արդեն բան եղավ, որ խնդրում եմ, էդ էլ ասա, ասի ոնց ասեմ, այ Ֆլորա ջան, ախր ասելու բան չէ, բան շատ որ դեմ ընկավ, վերջը կինս այնտեղ նստած կնոջս ասում է հերու կնա թողին կասի չէ գաղտնիք չկա կարամ ասեմ բայց ասեցի մի քիչ լավ տհաճ բան է էլի ասեցի կապված քեզ հետ վայ սավ խնդրեմ արդեն գույնը գցեց վախեցած տեսար վախեցավ ասի Ֆլորա ջան ասի տես համերգի ես գնում 10 օրի չէ 10 օր հետո ճակատի չի բան բդերնի Ես Ֆլորան մի տեսակ վատ զգաց Վերցրեց հեռախոսը, զանգ տվեց այդ Վիլեն բանին, իրանց ռեժիսորին, ասեց խնդրեմ գելի սավ համերգի օրը փոխեք, ինչի սավ հենց նոր այնպես մարդ բաժակս նայեց որ ամեն ինչ ճիշտ ասեց սավ, այդ օրը սավ ճակատի շիբան բդերն, եսպես բեմ չեմ էլ։ Հա, ու խառնված ես կոմենտում, ես ծիծաղում եմ էլի, խնդրում եմ բան ես կոմենտում ու ճիշտ եմ ասում, անցավ ուղիղ 10 օր, այ Աստված վկա, ուղիղ 10 օր հետո այդ շիբան իմ ճակտիս եղավ։ Պատկերացնում ես, դրանից հետո էլ բաժակ չեմ նայել, որ բաժակ է դրել չեմ նայել։ Բայց խոսքը ինչ հզոր ուժ ունի։ Ես էլ ուրեմն այդ ժամանակ նկարահանվում էի Ֆրուզե Տովլացյանի մոտ կարոտ ֆիլմում։ Զանգտի Վաղինագիչին, ասի Վաղինագիչ ջան, ասեցի Ֆլորայի բաժակը նայի ճակատին չի բան բդերնի։ Իսիկն էլ համերգների է, այդ ասամ չէ, աղջիկան վախեցել ես, չէ ինչ որ կա այն եմ ասում։ Եկավ հասավ նկարահանման ժամանակ Զանգ տվեց Տովլացյանը, բա ինչ եղար, ասի սուսի, հիշում ես որ ասի Ֆլորի ճակտին չի, ինչ եղել է, ասի չէ, չի բանն իմ ճակտիս է եղել։ Այդ տղասան դե իրական դեպք, իրական։ Իսկականից որ շատ զավեշտ արի պատմություններ, շատ ես այսքան շատ կոչումներ տվեցի, բայց ես ուզում եմ իմանալ ձեր իսկական մասնագիտությունը։ Իսկական մասնագիտությունս դերասան եմ եղել 30 կինո եմ խաղացել, 33, 10 կրթությունը ձեր դերասանական է։ Չէ, ֆիզկուլտուրայի ինստիտուտն եմ ավարտել։ Ահա։ Հա, ֆիզկուլտուրայի ինստիտուտն եմ, ֆիզկուլտուրայի դասատու եմ աշխատել, տրեներ եմ աշխատել, ֆուտբոլ եմ խաղացել, даже Զենիթ Իժևսկից եմ խաղացել, այնվաղ Սարգիս Հովոյանն հետ միասին այնտեղ խաղում էինք Զենիթ Իժևսկից, հետո խաղերը, հետո տվեցի քննություն եւ դարձա դադավոր որ ֆուտբոլի խաղեր տադե, ռեսպուբլիկան կարգի մրցավար եւ այլն եւ այլն։ Այդպես ուսեր եմ արդյոք սպորտի վարպետ եմ, եղա Հայաստանի չեմպիոն եմ, մասնակցել եմ Մոսկվայում, Ռուսաստանում այդ տարբեր մրցումների եւ այլն եւ այլն։ Հետո ինչպես պատահեց, որ դարձաք դերասան։ Դե դերասան ասեմ, որ շատ մտերիմ է ես բոլոր Ֆրունզե Տովլացյանի, Ֆրունզիկի հետ հարևաններ էինք, այն ժամանակ ընկերներ էինք Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, հետո եկանք նույն շենքում ապրեցինք, ես ու Ֆրունզիկը կոմիտասի 46 շենքում այնպես որ հարևաններ ենք, միշտ միասին էինք, ասեց մի օր ասեց արի Լևոն Նախշքարյան կար, ասեց Ղուրբան ջան, արի սես մի հատ ֆիլմ կարի նկարվի, կարճամետրաժ ֆիլմներ խաղացի, ամբողջությամբ մեկը 4 կողմից եկան։ Ռեժիսորները բաբդի խաղաց մեր կինոին, այս կինոին, այդպես տարավ 33 հատ կինո, այո։ Կինո դերասան։ Այո, 10 բումերանգ, պատկերացնում ես եւ 6 հատ դոկումենտալ ֆիլմեր։ Հա, ու այդքան էլ գեղարվեստականներ, մենավոր ընկուզեններ, կարոտ ֆիլմներ, քանի դեռ ապրում ենք, ինչպես դա պատահեց, տարբեր այդպես ֆիլմեր 30 քանի հատ։
Սա էր։ Հետո կինո դերասանից դարձաք նկարիչ, այ Չէ, նկարչական նկարչական ավարտել այդ ժամանակ կրթություն ունեի, 12 տարեկանից գնացել եմ նկարչական ավարտել, բայց 40-50 տարի չէի նկարել։ Ես արդեն մի 2-3 տարի եմ սկսել նկարել ու ափսոսում եմ, որ ես այն ժամանակ էլ չեմ նկարել։ Հա, քանի գնում ես այս նկարներս նայում եմ, որ ցուցահանդեսներ բաներ ենք տնում, հիմնականում գալիս են իմ նկարների վրա են կանգնում, իմ նկարներն են տանում։ Ես էլ ափսոսից գալիս ու տանում եմ, բայց էլի սկսել եմ նկարել ավելի շատ։ Այո։ Դա նկարչական մասը։ Այո, հիմա էլ տեսա որ բան չկար։ Հիմա մի այսպիսի հարց էլ։ Փաստորեն դուք Հայաստանում ձեզ վատ չեք զգացա, ինչը պատճառ հանդիսացավ, որ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ։ Այն ժամանակ ասեմ, երբ այն վատ տարիներն էր 92-93 թվականներն էր, երբ լույս չկար, հոսանք չկար, սոսկալի բաներ եւ տունը, ասենք, զուգարանը վերջի ջուր պետք է լցնես, ջուր չկա որ քաշես։ Կենցաղային խնդիրներ։ Այո, սա է հիմնականում լուսել չլնելը, հոսանք տաքություն չկա տան մեջ, բան չկա։ Այն ժամանակ է շուշուտ գնում գալիս էի Ամերիկա, ֆիլմեր էինք բերում, այդ ֆիլմերն էինք ցուցադրում, բան։ Հա, դաժե Ֆրունզիկներ էր ուզում միասին գայինք, Ֆրունզիկ Մկրտչյանը, ասես Ղուրբան ջան, դե մի հատ տունել ինձ համար այնտեղ նայի եւ այլն։ Հա, հետո մեզ ստացվեց ինքը մահացավ, հետո հրաշ խումբ կար այդպեսի, այդ խումբը ստեղից ցանկություն հանդեցին, այդ խումբը տարա, այդ խմբի հետ տարել ընտանիքս ու եկանք ու այդպես մնացինք, էլ չգնացինք, այո։ Դա եղավ պատճառը։ Ամեն ինչով զբաղվել եք, ինչ որ հնարավոր է անել։ Շատ բաներով եմ զբաղվել, շատ բաներով, տարբեր մասերով։ Լավ, մի շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել։ Դուք այն մարդն էիք, որ այստեղ շատ նկարիչներ են եղել, շատ երկար տարիներ այստեղ են ապրել, բայց այդպիսի մի միություն չի եղել եւ վերջապես ձեր շնորհիվ ստեղծվեց Ամերիկայի հայ նկարիչների միություն, որի նախագահը դուք եք։ Այո։ Այ ինչքան ժամանակ է մի քիչ դրա մասին խոսեի, որտեղ դա շատ ուրախալի փաստ է, որ կա մի տեղ, որ նկարիչներին հավաքում է, նկարիչները սկսում են իրար ճանաչել, ցուցահանդեսներ բացել, ես կարծում եմ նկարչի համար դա ուրախալին է, հետո երևի տոմսեր կտակ որպես նկարիչների միության անդամ, չէ՞, Ամերիկայի։ Անպայման հունվարին խոստացել է, որ բոլորը կունենան։ Այ մի քիչ դրա մասին խոսենք։ Գիտես, շատ հիվանդագին դա թեմա է, որը մեր նկարիչների համար, որոնք գնում էին, ասենք, նկարիչ էինք, ուզում իր նկարը ցուցադրելու համար գնում ինչ-որ սրահված է, եւ այնտեղ 4-ից 5000 դոլար փող են ուզում այդ մի օրվա համար, որովհետեւ մարդը իր նկարները ցուցադրի։ Բայց նկարիչը ի վիճակի չէ 4-ից 5000 էլ մի նկար կվաճառի, թե չի վաճառի, որ կարողանա, ասենք, այդ վարձը տա։ Եվ այդպես ունենք շատ նկարիչներ Լոս Անջելեսում, մենակ Լոս Անջելես, ասենք, Բրբանկում, Հոլիվուդում, տարբեր տեղերի, տարբեր ամբողջ Կալիֆոռնիայի մեջ եւ որոշեցի, որ գիտես ինչ կար նաեւ գրոների միություն, այստեղ մի 2-3 հատ գրոների միություն, բայց արվեստի կենտրոն գոյություն չուներ։ Դե հիմնականում ես ասի ոչ թե մենակ նկարները, այլ սարքել արվեստի կենտրոն, հայ-ամերիկյան արվեստի միություն, որի մեջ մտնում է քանդակագործությունը, գոբելենը, արտադրություն, ամեն ինչ որ կյանքում տեսնում եք, դա արվեստի գործեր են հիմնականում, այո։ Եվ դա զարգացնել եւ հայ ժողովրդի ցույց տալ այս ժողովրդին, չնայած ամերիկացիներ են ունենք մեզ մոտ, տարբեր ազգեր կան, որոնք բոլորը ընդգրկվել են արդեն իմ միության մեջ, որովհետեւ ցույց տանք, որ հայը ինչի է ընդունակ։ Հա, եւ պատկերացրեք հիմա որ սկսեցի մոտ 10 հոգի էր, 10 հոգին դարավ 20 հոգի, 30 հոգի, 40 հոգի, 50, հիմա 100-ը թիվը անցել է եւ 9 ամիս է, որ արդեն ստեղծվել է մեր միությունը, այդ 9 ամսվա մեջ արդեն մենք 7 հատ ցուցահանդես ենք արել, 7 հատ։ Եղել է մարտ ամսից սկսեցինք անել, հա, եւ ազատ թեմա է եղել, ընդհանուր մենք արեցինք նաեւ բանի Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ, 150-ամյակից հետո նորից էլի ազատ թեմա նկարիչների եւ հիմա էլ Կոմիտասի վերաբերյալ ենք անում եւ ես իմ ծանոթությամբ իմ ինժեների միջոցով անշահախնդիր ձևով սրահները տրամադրել են ծրի, ֆլայերները մեզ Երևան տբարանն է անշահախնդիր ձևով նույնպես տրամադրում է եւ հյուրասիրությունը։ Այդ ամեն ինչ ես իմ կողմից եմ անում եւ նկարիչներին ոչ մեկին չեմ թողում, որպեսզի մի ծախսան է։ Պարզապես ասում եմ, բերեք նկարները ձեր կախեք, թող ժողովուրդը տեսնեն,
կան իրանց տները սիրուն գեղեցիկ առնեն, զարտարեն, որտեղ տեսնում ես շքեղ տներ են առել, բոլորը, բայց տուն են մտնում ես, մի հատ արվեստի գործ չկա։ Այդ արդեն անկախ նրանից այդ մարդը աչքից սգնում է արդեն, որ իրան ցուցադրում է, ցուցադրական ավտո է քշում է, սանում, բայց տունը մտնում ես, մի հատ գեղեցիկ մեքենա չկա։ Եվ վերջ-վերջում պետք է սովորեն։ Այո, կան, տեսնեն, այնպիսի նկարիչներ կան, այնպիսի ստեղծագործողներ կան, որ ափսոսում ես, որ այդ մարդը հանճարեղ մարդ է, եթե կան ժողովուրդը, իրանք տեսնեն, իրանք ինքները համոզվեն, որ ինչ աշխատանքներ, տիտանական աշխատանքներ կա մեր այդ գործերի մեջ, ես ապշած եմ մնացել այդ նկարիչները, ափսոսս գալիս է, որ դրանք այսօր ժողովրդին չեն ցուցադրում իրանց աշխատանքները։ Եվ ինչ գործեր, կարամ ասեմ, որ ժամանակին կգա ժամանակ, որը ես ստեղծել եմ, հետո կասեմ, որ Ղուրբանի միջոցով ստեղծվեց այս միությունը եւ այս նկարիչը դուրս եկավ, օրինակ Երևանում մի հատ նկարիչ է դուրս եկել 14 տարի Միքայել Հարությունյան, 16 տարեկան հասակում նկարչական չի սովորել եւ հոլոկոստի նկարն է նկարել եւ աշխարհում բռնել է առաջի տեղը։ Այդպիսի նկարիչներ են այսօր հավաքված մեր շուրջը։ Հա, ես ուրախ կլինեմ, որպեսզի ժողովուրդը կա եւ տեսնեն, զարկանան, որ իրոք նայես այդ մարդուն, որ տեսնես, եկել է, նես է մտել եւ ինչ որ նայում է արվեստի կողմ։ Ճաշակն է բարձրացնում գոնե աչքերի, այո։ Ապրես, որ կասես, որ ինչ որ էս մարդը ինչ որ ուզում է էլի կամ մի հատ հասկանա, օրինակ անցած ցուցահանդեսին մեկը եկավ, սենց նայելով, սենց գնաց, սենց ֆրաց բոլոր նկարները նայեց ու դուրս եկավ։ Ասի ժողովուրդ ջան, այդ մարդը կամ նկարիչ շատ ուժեղ հասկացող էր, կամ նկարիչ ընդհանրապես չի հասկանում։ Եկա ֆրաց, հետևից գնացի։ Ասի, այդ ինչի տեսնայեցիր դուրս գնաց, ասում մարդու մանկուկայի։ Այդպեսի զավեշ տալի դեպքեր էլ էին փաստորեն։ Գիտեք, ժողովուրդն առանց մշակույթի դա կաղ մարդու նման է, եւ վերջի վերջո ժողովրդին ճանաչում են իր մշակույթով։ Այո։ Դրա համար նամանավանդ մեր ազգը, որ շատ մշակույթասեր եւ մշակույթի ազգ է, իրենք շատ շնորհալիներ ունենք, շատ շնորհալիներ։ Ամեն մի նկար տեքստ ձեր հետև նկար կա, այստեղ նկար կա կախված, որ նայում ես, նկարը քեզ հետ խոսում է։ Ամեն մեկը մի հատ դոկումենտալ ֆիլմ է։ Այնքան պետք է նայես, որ սիրահարվես այդ նկարին ու գնում ֆռուն նորից գալիս ես, մեկ կպնում է նկարը քեզ, էլի։ Եվ առանց այդ նկարի չես կարող, էլի։ Ու սկսում ես նկարի հետ խոսել, նա քեզ պատասխանում է նկարը։ Այո։ Նա այդ աշխատանքը։ Եվ տան պատերը պետք չէ միայն կահույքով զարդարել, այո։ Ապրես։ Դան պատերը նաև կարելի է շատ գեղեցիկ արվեստի գործերով զարդարել, որտեղ դրանք միայն մնայուն արժեքներ են։ Այո։ Մեր դիմանկարի հերոսը այն մարդ տեսակից է, որը երբեք կանգ չի առնում։ Նա փորձում է լինել ամենտեղ եւ ձեռք մեկնել ամենքին։ Այս կյանքում նրա առաքելությունը բարերարությունն է։ Անսահման շնորհալի տարբեր ոլորտներում, բազմաթիվ գրքերի հեղինակ, սպորտսմեն, դերասան, նկարիչ եւ մարդ, որի հոգում հյումորվա մեծ հումորն է թագավորում, եւ նա իր կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարում է հումորով։ Ուզում եմ մեր երդասարտներից խոսել մի քիչ, որ գնացել է Հայաստան ամբողջները սա մուրուկներով, ճիշտ է մուրուկներս էս գծած, սարկած, բան եւ այլն, նայում ես դեմքերին, առաջներում մուրուկով մարդիկ մեծ ստեղծագործողներ էին, գրողներ էին, արվեստագետներ էին, արդեն նրանց ճանաչել, բայց հիմա նայում ես բոլորը արվեստագետ են։ Դաժե հերոստատեսությամբ նստում են, սիրուն կոստյումով գեղեցիկ նստած, տգլոր ոտքերս էս տնգած, այս էս տնգած, թե դա ինչ արվեստ է։ Ճաշակ մարդիկ պետք է հայլուն նայեն նոր դուրս գան։ Միշտ կա բասանոշկիկով եղունգներն է կդրած չէ։ Ու նստած են TV-ի դեմը իրան ցուցադրում են։ Դա ինչ արվեստ կա դրա մեջ։ Ես չեմ հասկանում։ Իրանք իրենց գծում են, չի կարելի։ Երևի նորաձև է, ես ամենայն դեպս հերոստատեսային էթիկա գոյություն ունի։ Ու մուրուկները երդասարտին չի ասում մի քիչ էլի։ Մենք ղեկավարներ էլ ունենք, գիտես մուրուկներով։ Լիքը կա ասես պեխերի հետ ցած խաղալով սկսում են ինչ որ ղեկավար Դե երևի թե նորաձև է դա։ Ես չեմ ընդունում, դա չեմ ընդունում։ Դա գիտես արվեստ
ճիշտ է, իրանք ուզում են ցույց տալ, իրանք արվեստագետ են, բայց ինչ որ միտեղ իրանք գցում են։ Մեր հայ ազգը մենք սիրել ենք այ մարտես որ Եվ ամենազգունի իր ազգային դիմանկարը, չէ՞, մեր հայի դիմանկարը կարծես մի տեսակ պետք է տարբերվի։ Լերի փոխվել է, ցավը տանեմ։ Այդ հիմի այն մուսուլմանական տեսք է տալիս նրանց։ Որ նայում ես դեմքերին արդեն բան ես ասում, թե այ չէ, այդ տղա է ափսոս էլի։ Դրան աղջիկ ո՞նց է սիրարվում լավ։ Հուրբան ջան, անցնենք Հա, ես ուզում եմ անպայման ցույց տալ մեր, այսպես ասած, արդեն մեր լոգոն ցույց տանք նկարիչների միության, ավելի ճիշտ ոչ թե նկարիչների միության, այլ հայ ամերիկյան արվեստի միության լոգոն, այսպիսի լոգո է, որը շատ հետաքրքիր է եւ կարծում եմ շատ ճաշակով ձևավորված։ Հանցնենք մյուս հարցին, հա։ Ամսի 21-ին ժամը 5:30 նվիրված ազգային երաժշտության ջահակիր Մեծն Կոմիտասի 150-ամյակին լինելու է ցուցահանդես, տեղի ունենալու ցուցահանդես։ Խնդրեմ։ 3601 Ֆերնանդո Հասսեյում Գլենդելում։ Տեղեկությունների համար